Ողջույն սիրելիներ ջան, այժմ դուք գտնվում եք իմ YouTube-յան ալիքում, եթե դուք ինձ հիշեցիք Instagram-ից, TikTok-ից կամ YouTube Shorts-երից, ապա շատ ուրախ կլինեմ, որ միանաք subscribe լինեք էջին, որովհետև այդպես դուք օգնում եք ավելի լավ կոնտենտով կիսվել, ավելի օգտակար լինել լիքը մարդկանց եւ այլն։ Շատ շնորհակալ եմ ձեզ նախապես դրա համար։ Այս պահին ես պատմելու եմ մեր այս վիճակում գտնվող բնակարանի պատմությունը, եթե դուք անցել եք շորտերով կամ տեսել եք էջի նախորդ վիդեոն, արդեն գիտեք, որ մենք գնել ենք նոր բնակարան, նոր բնակարանը որն է, գնել ենք մեր բնակարանը, որովհետև ես ինչպես պատմում էի, մենք տարիներ շարունակ ապրել ենք Վարձով եւ ահա գնել ենք մեր բնակարանը ու հիմա եկել եմ այդ դաժան փուլը վերանորոգման իրականում այո ես չէի պատկերացնում որ սա իսկապես անջալի այսքան sense մաշող ծանր փուլ է բայց միևնույն ժամանակ իսկապես շատ մեծ սիրով արվում ու ամեն օր տեսնելով թե ինչն է փոխվել այսօր էս պատի էս մի բանը փոխվեց այսօր սա որոշեցինք այսօր էս լույսի այս հարցը լուծեցինք այդ քայլերը այնքան էներգիա են տալիս օրվա վերջում որ հաջորդ առավոտը չես սպասում թե եթե սատնանալու ու նորից գաս այնպես այս ամեն ինչի մեջ իդեպ ես մարդ էի որ պատկերացում չունեի թե ինչ է այսպիսի մեծ շինարարությունը ինչ նյութեր են պետք ինչքան ընդհանրապես ծախսվում այդ ամեն ինչի համար ինչքան թանկ է այս ամենը իրականում ինչը բնական է իհարկե որտեղ ամեն ինչն է թանկ այսօր տեսնում եք այստեղ արդեն մեր շինարարական մատերիալից մի հատվածը բերել են մեր բնակարանում իրավիճակը մի քիչ ցույց տամ դեռևս այսպիսին է Այստեղ իհարկե մենք քանդած պատեր ունենք ներսի, այսինքն սենյակների որոշակի փոփոխություն ենք արել։ Արդեն որոշել ենք, որ այս հատվածում լինելու է ննջասենյակ, հավանաբար մեր ննջասենյակը, այս հատվածում լինելու է Լուսեի ննջասենյակը, արդեն մյուս կողմում մեր հյուրասենյակը եւ խոհանոցը միասին։ Իսկ սա այստեղ տեսնում եք ինչ վիճակ է, բայց ունենք այնինչ ունենք, լինելու է մեր հանգստի անկյունը գրքերի, սուրճի, մի խոսքով այստեղի հետ կապված այս փակ պատշգամբի, ինչպես ասում են, լիքը պլաններ ունեն։ Մեր բնակարանում կա մի տեսարան, որի համար միայն կարելի էր գնել այս բնակարանը։ Հիմա ես ցույց տամ։ Մի հատ խնդրում եմ այս գեղեցկությունը նայեք։ Պատկերացնեք, գրեթե ամեն օր ոչ անպամած օրերին հնարավոր է պատուհանից տեսնել Արարատը, որ սիրտս լիանում է այս պատկերից։ Այս պահին մի քանի հարց կա, որ անվերջ մտածվում է մեր գլխում։ Առաջինը, երբ ենք ավարտելու։ Ուրեմն մենք այնքան դրական մտածող մարդիկ ենք, որ որոշել ենք, որ ավարտելու ենք 3 ամսվա ընթացքում։ Իհարկե, այդ թվի հետ կապված տարբեր արձագանքներ կան, մի մասը խինդ եւ ծիծաղով է դա ընդունում, որովհետեւ ասում են, որ շատ քիչ եք նախատեսել, որովհետեւ վերանորոգումն այնպեսի բան է, որ մի շերտից մյուսն է բացվում, եկել բացում է այս մեկն էլ վերանորոգելու կարիք ունի լույսի մի բան է, այսպես չի շինարարությունը այնպեսի բան է, որ երկարում է ընթացքում եւ այլն մատերիալի հետ կապված գուցե քիչ լինի գնանք նորից վրան մի խոսքով ցիկն ասում եմ որ շատ քիչ եք նախատեսել 3 ամիսը բայց մենք զգում ենք որ այդքան էլ որ ձգենք արդեն հրաշալի կլինի երկրորդ մեծ տանջող հարցն է թե վերջո ինչ տեսքա ունենալու մեր տունը որովհետեւ մի հատ պատկերացրել եք գեցեք sense մի քանի տարի ապրում ենք արդեն այդ տանը բայց դեռ այս տունն է եւ երրորդ հարցը թե ինչքան է վերջո այս ամենը նստելու մեզ վրա արդեն հասկանում ենք որ Այս ամբողջը միասին ենթադրելով որ այդտեղ կահույք տեխնիկա բնականաբար պիտի ավելանա համարյա ինչ որ տան գնի ինչ որ թիվ է գալիս իրականում բավականին թանկ է ամեն ինչը ինչ եմ ասում ենթադրելի է որովհետև ամեն ինչ է թանկանում միայն շինանյութը չի միայն տեխնիկան չի միայն կահույքը չի ընդհանրապես կյանքն է թանկանում բայց խաղի կանոններն այսպիսին են եւ եթե ուզում եք ունենալ տուն ապա պիտի նաեւ այդ բոլոր հարցերը հաշվի առնենք Այս ընթացքում մի քանի արշավանք կկազմակերպենք դեպի շինանյութի խանութ, ցույց կտամ ինչ ենք գնելու, ինչու ենք դա գնելու, ինչքան ենք գնելու, ինչքան կազմեց, այդքանը, այնպես որ ամեն ինչ անելու եմ, որ նաև ձեզ հետաքրքիր լինի սա դիտելը, լսելը, իմանալը, որովհետև գուցե դուք եք կամ այդ փուլում կամ պատրաստվում եք շուտով մտնել այս ամենի մեջ։ Ահա եւ սիրելիներս հասնում ենք շինանյութի խանութ, մեծ անհրաժեշտ է մեծ խանութ, որտեղ լիքը բան կլինի ու մենք ինչ որ բաների համար ստիպված չենք լինի քաղաքի այս ծայրից մյուսը վազելու ու ամենակարևոր բաներից մեկը որ լինի շատ որակյալ շինանյութը բավականին հասանելի գներով ու
Աջափնյակում դա կոնկրետ մեր դեպքում շատ լավ էր, հայև հասանք այստեղ։ Գնելու բան ունենք այս հատվածից, ես իհարկե լավ չեմ հասկանում, այստեղ մեր շինարարները արդեն գիտեն ինչից, այս տախտակներից, չգիտեմ, գիպսոնից եւ այլն, ես այս բառերը նոր եմ սովորել, բայց համարում եմ իդեպ ոչ նաեւ կարեւոր գիտելիք է, դեռ կյանքում պետք կգա, մենք հոմերում ենք, որ պատկերացրեք, ոնց որ շինանյութի մեծ հսկայական սուպերմարկետ լինի։ Մենք երկրորդային շուկայից են գնել բնակարանը, այստեղ մենք անհրաժեշտություն ունեինք հոսանքալարերը փոխելու ու մենք հոսանքալարերը եւս վերցրել ենք այստեղից բավականին մեծ քանակով, բայց սա դեռ միայն առաջին հարկն էր, մենք բարձրանում ենք երկրորդ հարկ, որտեղ մեր հիմնական գործերից մեկն է լինելու։ Մենք հոմերի երկրորդ հարկում ենք, որտեղ սանհանգույցի համար նախատեսված ամեն ինչ կարելի է գտնել։ Կարող եք տեսնել, թե այս պահին ինչ մեծ զեղ չէ գործում կոնկրետ այս մոդելների համար։ Դա հասանք սալիկների հատված ու այս պահին միակ բանը որ գիտեմ, դա այն է, որ պիտի լինի մատ եւ տաք մի քիչ տաք գույների մեջ, այսինքն շագանակագույնի բաց երանգների, այսինքն ոչ շատ փայտային, բայց բաց երանգների մեջ։ Ես ճիշտ ասած չեմ սիրում մոխրագույնի երանգները, ինձ համար ինչ-որ շատ սառն է ինքը ու շատ հոգնածնող է, եւ որ ուրիշ օրինակների վրա տեսել եմ, դրա համար որոշել ենք, որ ինչ որ այս երանգների մեջ է լինելու ավելի հավանական է։ Ես այս երանգն եմ հավանում ու իրեն մոտ երանգները։ Դեպ հոմերի աշխատակիցները ինձ լայֆխակ ասեցին կապված սալիկի գույնի այդ երանգի ընտրության հետ կապված, եթե ուզում եք իսկապես հասկանալ թե ինչ երանգ է, իրեն արհեստական լույսի տակ նայել այդքան էլ ճիշտ չի, որովհետև մի քիչ արհեստական լույսը խափում է գույնը, անհրաժեշտ է արևի լույսի տակ հասկանալ ինչ երանգը ավելի լավ այդպես պատկերացում կկազմեք, թե ձեր սանհանգույցում ինչ տեսք կունեն։ Ցավոք, բայց մենք վաննա դնելու հնարավորություն չունենք, միայն այսպիսի լոգախցիկի հնարավորություն ունենք, որովհետև տարածքը փոքր է մեր սանհանգույցի ու շատ ցավում եմ, բայց այս հաճույքից պիտի հրաժարվենք։ Իհարկե կարծում եմ չի վաճառվում սա, բայց մի հատ կնայեք ինչ սիրուն վազա է։ Շատ չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչքան եմ սիրում այս երանգները, խենթան, հենց դուք ինձ թվում է հագուստից էլ արդեն հասկանում եք ինչքան եմ ես սիրում այս երանգները, բայց եթե ընտրում ենք այսպիսի կահույք, ապա մնացած բաները եւս պիտի համապատասխանեցվեն դրան։ Իսկ դա բարդացում է մեր գործը հավելել, դրա համար մենք պարզապես ինչ որ մի անկյունում մեր մտքի կշարունակենք երազել այս երանգների մասին, բայց կընտրենք ավելի բնական, այսպես նատուրալ ոճի մեջ։ Շատ հավանել եմ այս տարբերակը, բայց ինքը մի քիչ ավելի մեծ աչափով, քան մենք հնարավորություն ունենք տեղադրելու մեր սանհանգույցում, այնպես որ պիտի ընտրենք ավելի փոքր տարբերակ։ Մի հատ խնդրում եմ նայեք ինչքան մինիմալիստական ու բնական երանգներ են։ Շատ սիրուն են, շատ ու էլի մեր դեպքում այսպիսի տարբերակ չընտրելու միակ պայմանը այն է, որ մենք չունենք այսքան չափս մեր սանհանգույցում, սա մի մետրից մի քիչ մեծ կլինի։ Այստեղ ծորակներ անթիվ անհամար վերևում տեսնում եք, թե որ բրենդերն են, այսինքն մեծ ընտրության հնարավորություն կա։ Մենք որոշել ենք ընտրել էլի բնական ինչ-որ երանգի ու էլի մատ տարբերակի մեջ, այսինքն ոսկե գույները այո, իմ կարծիքով էլ են շատ շքեղ, շատ սիրուն, բայց ավելի մինիմալիստական տարբերակ կընտրենք։ Հիմա մոտիկից ցույց տամ, թե որ տարբերակներն եմ ես նախընտրում։ Այսպիսի տարբերակ իմ հավանած տարբերակի արժեքը հիմա նայենք 32,000 դրամ։ Նայում եմ այս սպիտակ տարբերակին, պատկերացնում եմ ինչքան էսթետիկ սանհանգույց է այդ ամբողջը, որտեղ տեղադրված է այս սպիտակ ծորակը։ Պատկերացրեք այն ոսկեգույն տարբերակների հետ միանշանակ կսազեր այս ոսկեգույն տարբերակը, իսկ իմ ընտրած ծորակի երանգի մեջ կընտրենք այս տարբերակը, որ էլի նույն համապատասխան երանգի ձևի ու այդ նույն մինիմալիզմի մեջ կլինի։ Հիմա սրա արժեքն էլ նայենք 45,000 դրամ։ Ընթացքում արժեքների ասում եմ, քանի որ դրանք ոչ պակաս կարևոր են ու շատ հաճախ մեր ընտրությունը կախված է ոչ միայն մեր ճաշակից, տարածքի չափսից եւ ձևից, այլ նաեւ հենց արժեքից։ Ես ուղղակի ձեզ հիշեցնեմ, որ սա դեռևս երկրորդ հարկն է միայն, պատկերացրեք, թե ինչ չափերի մասին է, ինչքան բան կգտնեք այս խանութում։